Քաղաքացի Կտրիչ Ներսյանի ելքը Հայաստանի Հանրապետությունից պաշտոնապես արգելված է։ Այսօր քաղաքացի Կտրիչ Ներսյանը գտնվում էր քննչական կոմիտեում, որտեղ որ ցուցմունք է տվել իր դեմ հարուցված քրեական գործի հետ կապված, որը վերաբերվում է իր կողմից դատական ակտի որոշման, այսինքն վճռի դեմ գործունեություն ծավալելուն, եւ դա եպիսկոպոս Սարոյանի դիմումի ուղղությամբ էր։ Այս քայլը որոշումը, որը գալիս է ժամեր անց, երբ վարչապետը հստակ արձանագրեց, որ թույլ չի տալու անձամբ, եւ դա պողպատե մանդատի կիրառում է նաեւ, որ Կտրիչ Ներսյանը Հայաստանից կաթողիկոսությունը դուրս հանի եւ անցկացնի ուրիշ պետություն, գործնային քայլ է, ապացուցում է այն, որ վարչապետը կիրառում է ժողովրդի կողմից տրված պողպատե մանդատը եւ ավելին, որ վարչապետը ընկալում է բոլորի մեր կոչերը եւ անում է այն, ինչ պետք է անել, այսինքն սահմանափակում է Կտրիչ Ներսիսյանի ելքը Հայաստանի Հանրապետությունից եւ ավելին, քրեական գործի հարուցումը ի վերջո մեզ մոտեցնում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրման գործընթացի ավարտին, բարենորոգման օրակարգի հաջողությանը։ Ես իհարկե շնորհակալ եմ վարչապետին այս կարևոր քայլի համար եւ մենք բոլորս համոզված եմ, որ աջակցում ենք իր այս կարևոր եւ մեր այս կարևոր քայլը, որովհետեւ այս սրանով մենք արձանագրում ենք, որ Կտրիչ Ներսիսյանին քաղաքացուն սրանից հետո որևէ մեկը չի կարող գալ եւ փրկել, որևէ մեկը չի կարող իրան տանել Հայաստանից որևէ տեղ, որովհետեւ հայկական պետությունը իր քաղաքացու իրավունքը լքել Հայաստանի Հանրապետությունը սահմանափակեց։ Եվ որևէ մեկը եթե պատկերացնում էր KGB-ում, որ կարողանալու է շարունակել նույն տրամաբանությամբ հայկական պետության հետ գործ ունենալը, եւ այդ թվում, եթե Կտրիչ Ներսիսյանը եւ իր թիմակիցները, փոքրիկ խմբակը պատկերացնում են, որ իրանց KGB-ն գալու է փրկել, ապա պետք է արձանագրել, որ ոչ, այլևս չի փրկելու ձեզ, ձեր KGB-ն։ Ուզում եք ձեր համար ավելի ընկալելի լեզվով ասեմ. Вас больше не спасут, вам больше не помогут, у вас больше другого выхода нет։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև հայ առաքելական եկեղեցու ազատագրումը մեր պատմական նպատակներից մեկն է։ Եվ կարելի է այստեղ արձանագրել, որ հիմա այնինչ երկար ժամանակ ես նաև ասում եի, հարգելի հայրենակիցներ, իրականություն է դարձել։ Կտրիչ Ներսյանը այլևս չի կարող լքել Հայաստանը, դա նաև վերաբերվում է մի շարք իր փոքրիկ խմբակի ներկայացուցիչներին, քրեական գործը պատրաստ է, եւ Կտրիչ Ներսյանի ձերբակալությունը կարող է իրականություն դառնալ երբ ուզես, այսօր, վաղը, մյուս օր, մի քանի օր անց, եւ սրանից հետո հայկական պետությունը կախված չի լինելու օտար մայրաքաղաքների որոշումներից, որը վերաբերվում է մեր եկեղեցուն, եւ այդ թվում կախված չի լինելու Սփյուռքի ներկայացուցիչների հայտարարություններից, զարմանալի ներխուժումից Հայաստանի ներքին գործերի մեջ, որոնք փորձել են ապահովել հայկական եկեղեցու վրա օտար վերահսկողությունը։ Ես բացահայտ աջակցում եմ Հայաստանի պետության ազդեցությունը հայկական եկեղեցում։ Եվ բոլոր այն մարդիկ, ով սրան խոչընդոտում են, պետք է պարզել իրականում։ Իրանք ուղղակի սխալվում են, թե իրանք կատարում են պատվեր, թե իրանք ունեն կապեր Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ, կամ ուրիշ պետությունների նաև, բայց առաջի հերթին KGB-ի մասին է խոսքը։ Եվ այստեղով, եւ այսպիսով մենք սկսում ենք հենց այստեղից կարևոր գործընթաց ավարտելու ազատագրումը։ Տեսեք, ես քանի օր է եւ այսօր նաեւ առավոտյան իմ ուղերձում ասացի, եւ նույնիսկ վերջի շաբաթների ընթացքում խոսում եմ նրա մասին, որ հարցը պետք է ավարտել, եւ ես հուսով եմ, որ այս քայլով մենք մոտակա շաբաթների ընթացքում հարցը կավարտենք եւ դրանից հետո կանցնենք բարենորոգման գործընթացին։ Քաղաքացի Կտրիչ Ներսյանին ոչ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանն է փրկելու, ոչ Մոսկվան է փրկելու, ոչ Մարիա Զախարովան կամ Լավրովը կամ Զատուլինը, ոչ մեկ Կտրիչ Ներսիսյանին փրկել չի կարողանալու։ Եվ ոչ մեկ իր իշխանությունը եկեղեցում չի կարողանալու ապահովել։
Բոլոր այն հոգևորականները, որոնք դեռ մնում են կտրիչ Ներսյանի փոքրիկ խմբակի ներկայացուցիչների եւ սրանով շարունակում են սպասարկել օտար պետության շահերը, նաեւ դեռ ունեն հնարավորություն, որ ճիշտ որոշում կատարեն։ Ես կոչ եմ անում բոլորին, չնայած ձեր նախկինում տեղի ունեցած տարբեր քայլերի, որոնց կարելի է նույնիսկ անվանել խախտումներ օրենսդրության, բարոյական օրենքների խախտումներ եւ այլն, չնայած այդ ամեն ինչի կամ նույնիսկ ավելի ծանր հանցագործություններ, ամեն դեպքում, եթե դուք հիմա անցնեք հայկական պետության կողմ, դա ավելի լավ կլինի ձեր համար նաեւ, քան եթե դուք չանցնեք եւ միջև վերջ շարունակեք պաշտպանել Ռուսաստանի KGB-ի վերահսկողությունը մեր եկեղեցում։ Այս գործընթացի նաեւ այսքան կարևոր քայլը ապացուցում է, որ վարչապետի խոսքերը, որ հունիսի 8-ից մենք այլևս չենք խոսելու օլիգարխների եւ նախկին իշխանության մասին, իրականություն է լինելու եւ դառնալու։ Սա շատ կարևոր քայլ է առաջ։ Ես հորդորում եմ բոլորիդ, որ իհարկե մենք շատ պինդ եւ ամուր լինենք, բարդ ժամանակահատված ենք մտնում, որտեղ այս թեման դառնալու է ել ավելի հիմա օրակարգային եւ քննարկվելու է տարբեր դաշտում իհարկե, եւ կարա ի վերջո բերի ձերբակալության, որովհետեւ կտրիչ Ներսիսյանը չգիտի ինչ անի։ Իրան Ռուսաստանից հրաման են տալի, որ ինքը որևէ դեպքում հետքայլ չանի, բայց միևնույն ժամանակ պատրաստվում էին Հայաստանից դուրս անել Մայրաթորը, որովհետեւ ընդդիմություն լինելու հնարավորությունը այլևս սահմանափակ է այստեղ եւ դրսից պետք է շարունակեր կտրիչ Ներսյանը ղեկավարել եկեղեցին, լինելով այսպիսի ճակերտներում առաջնորդ Ռուսաստանից։ Դա այլևս չի լինելու։ Եվ ոչ միայն դա, ես համոզված եմ, որ շատ ուրիշ գործընթացներ վտանգավոր նաեւ կանխվել են եւ փաստացի մենք մոտեցել ենք մի քայլ է մնում միջև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրումը։ Ես շարունակում եմ պնդել, որ մենք պետք է անենք այդ վերջի քայլը եւ հանրային կարծիքը համոզված եմ եւ ձեր նաեւ շնորհիվ այստեղ եւս մեկ անգամ այդ օրակարգն էլ աջակցեք հարգելի այդիկցեր, վերջի հուսով եմ կարևոր այսպիսի հարցն է, դա կտրիչ Ներսիսյանի ձերբակալման հարցն է։ Այս քրեական գործով բավարար չէ, որ ինքը չի կարող լքել Հայաստանի տարածքը։ Կտրիչ Ներսյանի կալանքը, նույնիսկ տան իրավիճակում, այսպես ասեմ, կարա ստիպի իրեն, որ ինքը կամ նույնիսկ ոչ, ժամանակավոր ֆիզիկապես կալանքը կարա բերի նրան, որ մենք եկեղեցու եւ կբերի նրան, որ մենք եկեղեցու ազատագրումը կավարտենք։ Դրանից հետո կտրիչ Ներսյանը Հայաստանը չլքելու պայմանով կարող է իհարկե իմ պատկերացումով դա արդեն դատական համակարգի որոշումն է, բայց ես քաղաքական գնահատական եմ տալի, որ անպայման չի մեր նպատակը բուն չէ իրան ձերբակալելը, բայց եկեղեցու ազատագրումը այլընտրանք չունի։ Բոլոր այն մարդիկ, ով խեղաթյուրում են այս հարցը, եւ ես տեսնում եմ այդպիսի մարդիկ, իբրև սա ադրբեջանական կամ թուրքական պատվեր է։ Սա որ ադրբեջանական եւ թուրքական պատվեր լիներ, բա կտրիչ Ներսյանը KGB-ի գործակալության մասին դուք մտահոգ կլինեիք։ Եթե դուք կարծում եք, որ սա Ադրբեջանը եւ Թուրքիան են պատվիրել։ Մյուս կողմից, դուք որ մտահոգ չեք եղել երբեք եւ շարունակում եք մտահոգ չլինել նրանով, որ հայկական եկեղեցին Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում, իմ մոտ անձամբ հարցեր է առաջացում ձեր մասին։ Այո, ձեր մասին, որ դուք ով եք եւ ինչ կապեր ունեք, որ ձեզ երբեք չի մտահոգե այն փաստը, որ եկեղեցին գտնվում է KGB-ի վերահսկողության տակ։ Թե չգիտեք, ավելին ասեմ, ինձ մեկ-մեկ նույնիսկ պահանջել են ինձանից կամ հորդորել են, որ փաստաթուղթ ներկայացնեմ։ Ես միշտ ասել եմ, անհնար է այդպիսի փաստաթուղթ, որ ես ներկայացնեմ, որովհետև ես այդպիսի փաստաթուղթ անձամբ ֆիզիկապես չունեմ, բայց Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նույնիսկ հրապարակորեն այդպիսի փաստաթուղթ ներկայացրեց։ Եվ այդ մարդկանց համար բավարար չդարավ նույնիսկ այդ փաստաթուղթը։ Այսինքն չկա որևէ փաստաթուղթ, չկա որևէ ձևաչափ, որով մենք ձեզ կհամոզեցնենք, որ կտրիչ Ներսյանը եւ իր փոքրիկ խմբակը ծառայում են KGB-ին, իսկ դուք դա չեք տեսնում, թե չեք ուզում տեսնել։ Կարող է այն պատճառով չեք ուզում տեսնել, որ դուք էլ կապեր ունեք KGB-ի հետ։ Եվ զարմանալի է, ես շարունակում եմ ասել, որ զարմանալի է այս ամենը,
բայց սա ապագայի հարցերն է։ Ես ողջունում եմ վարչապետի որոշումը, մենք բոլորս ենք համոզված եմ, որ ողջունում այս որոշումը, միջև վերջ տանենք այս գործը, պինդ եւ ամուր լինենք, անսասան եւ շուտապույտ համոզված եմ, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածին ազատագրելու ենք Հայաստանի պետությանը հավատարիմ բոլոր հոգևորականները շարունակելու են իրենց ծառայությունը, հայկական եկեղեցին ապա քաղաքականացվելու է, որևէ կապ ընդդիմադիր գործունեության հետ, ոչ էլ իշխանամետ գործունեության հետ չի ունենալու, քաղաքականությունով չի զբաղվելու եւ զբաղվելու է իր կարևոր առաքելությունով միավորել հայ ազգը, չնայած քաղաքական հայացքների։ Այդ թվում ես համոզված եմ եւ երկար ժամանակ է, շատ երկար ժամանակ է սպասում եմ այդ օրին, որ հայ առաքելական եկեղեցու ազատագրումը Հայաստանի Հանրապետությունում, հետո նաև կվերաբերվի իհարկե Սփյուռքին, Հայաստանից դուրս գտնվող մեր առաքելական եկեղեցուն, որտեղ որ ազատագրումը ոչ պակաս, իսկ կան դեպքեր, որ ել ավելի մեծ նշանակություն եւ կարևոր դեր ունի եւ երկար տարիներ սպասելով աշխատելով այս ուղղությամբ, ես գոհությամբ արձանագրում եմ, որ մենք շատ մոտ ենք եւ հասցնելու ենք այս գործը միջև վերջ։ Շնորհակալ եմ հարգելի հայրենակիցներ ձեզ բոլորիդ, որովհետեւ ձեր աջակցության շնորհիվ է, որ սա հնարավոր դարավ։ Մենք պատմության մեջ ենք մտնում նրանով, որ հայ ազգը չխապնվեց KGB-ին, որը ներխուժել է մեր եկեղեցի եւ կաթողիկոսի անունից է խոսում հիմա եւ օգտագործում է կաթողիկոսի բարձր պաշտոնը, որ մեզ խափի, մեր ազգում պարակտում ներբերի եւ տիրի մեր ազգը այդ պաշտոնը օգտագործելու ձևով, միջոցով եւ Կտրիչ Ներսիսյանին ինչպես գործակալ օգտագործելու միջոցով։ Կտրիչ Ներսյանը ընդամենը գործիք է այս իրանց գաղափարում։ Եվ մենք այդքան առաջ ենք գնացել ինչպես ազգ, որ սա հասկանում ենք եւ ընկալում ենք։ Ասեմ ձեզ, սա մեծ պատիվ է, որովհետեւ կան ազգեր, որոնք երբեք չեն մոտեցել նույնիսկ այս կարգավիճակին, երբեք չեն ընկալել, որ կարող են այսպիսի մեծ պայքար ծավալել եւ հաղթել այսպիսի կարևոր ուղղությամբ, ազատագրել եկեղեցին, որը հենց Ռուսաստանի եւ KGB-ի ամենամեծ հաշվարկը այն էր, որ փաստացի անհնար է փոխել կաթողիկոսին, փաստացի անհնար է ազատագրել եկեղեցին, ուստի իրանց համար կառավարել եկեղեցին նշանակում էր կառավարել առանց ընտրությունների ընդմիշտ մեկ կաթողիկոս, որին միջոցով կարող ես տասնամյակներ դու վերահսկես ազգը։ Եվ հենց դա են արել Կտրիչ Ներսիսյանը, որը նախկին իշխանությունների ժամանակ խնդիր երբեք չի տեսել, այս իշխանությունների դեմ, որոնք լեգիտիմ են ընտրված ժողովրդի կողմից, միշտ արել է այն, ինչ պետք էր Մոսկվային, որ խոչընդոտեր Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը եւ ամեն գնով փորձեին փոխարինել այսօրվա իշխանությունին Ռուսաստանին հաճո այստեղ դրածոներով։ Մենք սա գիտենք, մենք սա տեսել ենք եւ ամենասուր ժամանակները, երբ պատերազմական իրավիճակ էր, մեջքից դանակ էր խփում Կտրիչ Ներսյանը Հայաստանի իշխանություններին, իսկ զուգահեռ դրա նրա փոխարեն, որ օգտագործել բոլոր հնարավորությունները Ղարաբաղի մեր հայերի ուղղությամբ, երբ այդտեղ շրջափակում էր, դա Կտրիչ Ներսյանը չի արել։ Եվ ես համոզված եմ, որ մենք հարգելի հայրենակիցներ շուտով ունենալու ենք այնպիսի կաթողիկոս, որով հպարտանալու ենք բոլորս եւ որին հարգելու ենք բոլորս, եւ դա շատ կարեւոր է եւ համոզված եմ, որ դրանով մեր ազգը եւ մեր եկեղեցին կամրապնդվի եւ վարչապետի այս գործունեությունը ի վերջո պատմական կդառնա։ Ես եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, ձեր շատ մեծ ներդրումի համար։ Հավատացեք ինձ, ամեն մեկը, ով այսպես թե այնպես աջակցել է այս գաղափարին կամ չի խոչընդոտել առնվազն եւ ուղիղ նաեւ ինչ որ ձևաչափով աջակցել է, նաեւ եկել է մասնակցել է Հովանավանքում, որտեղ որ մենք ձեր հետ միասին հանդիպեցինք, Թալինում, որտեղ որ մենք ձեր հետ միասին հանդիպեցինք, նաեւ Խաչիկ գյուղում, որտեղ որ ձեր հետ միասին հանդիպեցինք, եւ ուրիշ վայրերում, որտեղ որ վարչապետի հետ եք դուք հանդիպել նաեւ,
այդ գործընթացում մասնակցելով դուք ձեր ներդրումն եք ունեցել նրանում, ինչը ապագա սերունդները հիշելու են ինչպես հայկական պետականության հետ միասին հայ առաքելական եկեղեցին վերադարձնել հայկական պետությանը, այո, վերադարձնել հայկական պետությանը, որովհետև մեր եկեղեցին, մեր պետությունը մերն է, եւ միջև մեր եկեղեցին օտար պետությունին է սպասարկում, դա նշանակում է, որ մեր եկեղեցին մերը չէ, եւ սա ամենակարևոր արձանագրումն է։ Եվ ուստի կեցցե հայ ժողովուրդը, կեցցե Նիկոլ Փաշինյանը իր գործունեության համար եւ կեցցե մեր եկեղեցին, որը ազատագրված է շուտով լինելու։ Շնորհակալություն, կհանդիպենք։